գոնե մեկ զիջում ադրբեջանական կողմից կասեք։ Առաջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դեկտեմբերի 17-ին ձեր իսկ հրամանով Վաղարշակ Հարությունյանի կողմից ստորագրվում է մի փաստաթուղթ, որը մինչև այսօր նույնիսկ համարվում է պետական գաղտնիք սեփական ժողովրդից, որովհետև մնացած բոլորը գիտեն դրա մասին, չի հրապարակվել մինչև այսօր։ Այդ փաստաթղթով զորքերը մինչև 20 կիլոմետր հետ են քաշվել, որի արդյունքում մենք լրջագույն անվտանգային խնդիրներ ենք ունեցել, հատկապես հենց Սյունիքի այդ սահմանի երկայնքով։ Հանձնվել է Գորիս-Կապան ճանապարհը։ Հիշում եք, այդ ժամանակ ադրբեջանցիները նույնիսկ GPS-ով գալիս էին, ասում էին մեր հենակետը այստեղ պետք է լինի, ու կանգնում էին, ու դիմացից որևէ մեկը չկար, որ արձագանքեր։ Զիջվել է Կապան-Ճակատեն ճանապարհը։ Տավուշում առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու եւ կանոնակարգի հաստատման զիջվել են տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո եւ դրա փոխարեն գոնե 1 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ չի դեօկուպացվել։ Բանակցությունների ընթացքում իմիջիայլոց կար առաջարկ, որպես մարտով կարդացել է այդ թուղթը, կար առաջարկ վեճերի լուծման համար մեխանիզմ ստեղծելու։ Ադրբեջանը հրաժարվել է եւ հետեւաբար դա դուրս է մղվել բանակցային շտաբից։ Ես ավարտեմ, քանի որ շատերը շատ խոսեցին, կարծում եմ մի կես րոպեն չի խանգարել։ Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, ասելով, որ կստանաք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին երաշխիքներ։ Մինչև այսօր չեք ստացել։ Ավելին, Արցախի ժողովրդի իրավունքների մասին եք խոսում, նույնիսկ 2022 թվականից հետո։ Այսօր Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, գույքային իրավունքի, որևէ իրավունքի մասին որևէ քննարկում չկա։ Զիջում չի սա։ Իհարկե զիջում։ Մինսկի խումբը, երրորդ ուժի ներկայացուցիչների տեղակայումը, միջազգային ացիաների, ինչպես ասում են, վապրոս նա միլիոն, ինչ է զիջել Ադրբեջանը։ Շնորհակալություն։